Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, խիստ լարված, էմոցիոնալ եւ անկանխատեսելի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ կերպարների դիմակներն արդեն վերջնականապես պատռվում են, իսկ մեր կողմից արված բացառիկ կանխատեսումներն էլ ավելի իրատեսական ու անխուսափելի են դառնում։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօր մենք կքննարկենք նորագույն սերիայի ամենաշոկային դրվագները եւ կհասկանանք, թե ուր են տանում այս հճճված թելերը։ Սկսենք ամենասարսափելի բացահայտումից, որը տեղի է ունենում Սյուզիի գլխում։ Սյուզին, վերլուծելով վերջին իրադարձությունները, վերջապես հասկանում է ողջ դառը ճշմարտությունը։ Նա գիտակցում է, որ իր հարազատ քույրը Էլենա ուղղակի կապ ունի Սեդայի հետ կատարված ողբերգության հետ։ Սյուզիի համար պարզ է դառնում, որ հենց Էլենի թեթև ձեռքով եւ կազմակերպմամբ են բռնաբարել անմեղ Սեդային։ Եվ այդ ամենն արվել է ընդամենը մի նողկալի նպատակով, որպեսզի նվերը իմանա այդ մասին, զզվանքով լքի Սեդային եւ ընտրի հենց իրեն, Էլենին։ Այս արյուն սառեցնող փաստը հասկանալով, Սյուզին մտնում է Սեդայի մոտ եւ խստորեն հորդորում, որ հանկարծ ոչ ոքի չպատմի, որ սկսել է հիշել այդ չարաբաստիկ օրվա մանրամասները։ Նա Սեդային խորհուրդ է տալիս այդ մասին խոսել միայն ու միայն քննիչի հետ։ Սեդան, լինելով շատ նրբանկատ, անմիջապես հասկանում է, որ Սյուզիի կոշտ ու թշնամական վերաբերմունքն իր հանդեպ փոքր-ինչ փոխվել է։ Օգտվելով այս առիթից, նա Սյուզիին մի շատ կարևոր խնդրանքով է դիմում։ Քանի որ Մինասն այդ օրը տուն չի գալու, իսկ իր հիշողության մեջ արդեն սկսել են որոշ դետալներ արթնանալ, Սեդան պետք է հանդիպի մի կարևոր մարդու։ Նա հույս ունի, որ այդ մարդն իրեն կօգնի ամբողջությամբ վերհիշել տեղի ունեցածը եւ վերջապես հասկանալ, թե ով է իրական մեղավորը։ Սեդան աղաչում է Սյուզիին գաղտնի պահել իր մի քանի ժամով տնից դուրս գալու փաստը, եւ Սյուզին, թեև դժվարությամբ ու տատանվելով, բայց համաձայնում է ծածկել նրան։ Եվ Սեդան առանց վարանելու գնում է Հարութի հետ հանդիպման։ Այդ ընթացքում Մանեն շարունակում է ստորանալ ու հարվածներ ստանալ ճակատագրից։ Նա զանգահարում է նվերին եւ պահանջում հանդիպել, որպեսզի վերջինս բացատրի իր այդքան դաժան ու նվաստացուցիչ պահվածքը։ Նվերը ցուցադրելով իր ողջ ցինիզմը, պատասխանում է, որ ուղղակի խղճում է նրան, ուստի կհամաձայնի հանդիպել։ Հանդիպման ժամանակ Մանեն արցունքն աչքերին հարցնում է, թե ինչու նվերը տիրացավ իրեն, իսկ հետո լքեց բնակարանն ու գաղտնի հաղորդագրությամբ այնտեղ կանչեց Հարութին։ Նվերը շատ սառը ու դաժան կերպով խոստովանում է ճշմարտությունը։ Նա ասում է, որ իր վրեժն ի սկզբանե միայն ու միայն Հարութի դեմ էր ուղղված, եւ ինքն իր վրեժը հաջողությամբ լուծել է, իսկ Մանեն պարզապես գործիք էր իր ձեռքում։ Լսելով սա, Մանեն զգուշացնում է, որ Հարութը հիմա խելագարի պես փնտրում է անանուն հաղորդագրություն գրողին, այն մարդուն, ով ստիպեց իրեն տեսնել սիրած աղջկան ուրիշի անկողնում։ Մանեն վախեցած ասում է, որ Աստված մի արասցե, եթե Հարութն ու նվերը հանդիպեն, քանի որ Հարութն ուղղակի կսպանի նրան։ Իսկ Հարութն այս ամենի ֆոնին գտնվում է ծայրահեղ ծանր հոգեվիճակում։ Նա տխուր ու կոտրված նստած է տանը, դեռևս չկարողանալով դուրս գալ տեսածի շոկից։ Նրա գլխում անընդհատ պտտվում է այն դառը գիտակցումը, որ Մանեն, ում ինքն այդքան մաքուր սիրով սիրում էր, փաստորեն պարզապես փողոցային մտածելակերպով մեկն է, ով առանց աչք թարթելու տրվեց առաջին իսկ պատահած մեծահարուստին։ Եվ հենց այս հուսահատության ու մենակության պահին հանկարծ հնչում է դռան թակոցը։ Հարութը ծանր քայլերով մոտենում է, բացում դուռն ու ապշում։ Դռան շեմին կանգնած է Սեդան, ով եկել է հենց իր մոտ, կորցրած հիշողությունը վերականգնելու եւ ճշմարտության աչքերին նայելու հույսով։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, արդյոք Սեդային եւ Հարութին կհաջողվի միասին վերականգնել հիշողության բոլոր պատկերները, եւ ինչպես կվարվի Հարութը, երբ իմանա, որ իրեն ոչնչացնել փորձող մեծահարուստը հենց Սեդայի նախկին նշանածն է, նվերը։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ բոլորիդ հետ։ Ինչպես նաև չմոռանաք հավանել տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, առաջիկա ամենաթեժ վերլուծությունները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շուտով։